Իրենք էլ չգիտեն, դա ինչ է, շորտում նշանակում է պետական կառույցում աշխատել, շորտում կամ ինչ-որ մի բան։ Ինքը ոչ պետական կառույցում է աշխատել, ոչ դա իրենից արժեք է ներկայացնում։ Ուրեմն այդ գույքը իրենից ոչ արժեք է ներկայացնում, ոչ բան, դաշտերի թափածի մասին է խոսքը։ Եվ այդպեսի բան, որ միանշանակ ինքը ոչ տեսել է, ոչ քննարկել է, ոչ խափար է, ոչ էլ այդպեսի բան կա։ Հերթական գործ կարելու Գյումրեցի նաև պատգամավորները իշխանության ասում են, որ թող գլուխը կախ աշխատի Վարդան Ղուկասյանը եւ եթե որդին հանցագործը իր քաղաքապետ լինելը դրանով չի փրկվում էլի։ Ուրեմն ես դրանց չեմ ուզում հակադարձել, որովհետեւ դրանք այդքան արժեք չունեն, դրանք ճանաչվածություն չունեն, դրանք ընդհանրապես չենք է ճանաչում դրանց, ես այդ քաղաքի ամեն երկրորդ տունը ճանաչում եմ, ես դրանց չեմ է ճանաչել, պատահական ծլել են, հիմի սպասեք գնայինք, այդպես պատահականները գնան, հիմա դրանց պետք է ես հակադարձեմ, դրանք հիմա արժի դրանց չեմ էլ ճանաչում, ով է այդ Պալյանը, ով է քաղաքի ինչ են եղել դրանք, որտեղ ինչ են արել, ով են ինչ գոյություն ունեն։ Դե հիմա դիդավորյալ հանձնարարական են ստացել, որովհետեւ ինձ շարքից հանեն։ Ես դրանց հետ իրանք ասեն ես պատասխանեմ, բայց այդ հաջորդը ես իրեն չեմ պատճառի, որովհետեւ իրենք այդքան հարկանք չունեն, այդքան քաշ չունեն եւ իրենք այդ քաղաքում 1000 հոկանոց բան են, մարդիկ են ամբողջ։ Այդ պետական կառույցները իրանք ձեռքին է, իրանք 1500 ձայն ունեն, դիմացը կապրեն կտեսնենք այդ ձայներն էլ որ հավաքել են, այդ ձայներն էլ բոլորս տեսանք, թե ինչքան գումարներ բաժանեցին, ինչքան դրսից մարդ բերեցին, գրանցել տվեցին ու ընդրության մասնակցեցին, դուք արկա եկեղեցորը տեսել եք, թե որ այդ ձայները իրենց ձայները չի, իրանց սարկած, պդդեցրած, հասկացալ, այդ ամեն ինչը կազմակերպած, գումարները բաժանած, տեսակ թե մի մարդուն 60,000 դրամ գումար են բաժանել, դուք եք նկար անել, մեր մոտ էլ այդ փաստերը կա։ Ես այդ ձայները եւ կասեի Նիկոլ Փաշինյանին, որ այլ մարդիկ ընտրեն, այդ թիմը, իրեն խայտարակում է այդքան բան։ Հուշում եք, որ նոր ընտրություններում նոր մարդկանցով գնա ինքը։ Հա, իրեն խորհուրդ են տալիս, որ այդ թիմը իրեն վարկապեկում է, այդտեղ բան չկա։ Եվ մի բան ասեմ, որ եթե ինքը նստած տեղը խորհրդակցության ժամանակ իր տղու անուն ինչ է, գլուխը մեծի անուն ինչ է։ Կարեն Սարոխանյանը Հա, դրան որ ասենք պատկերացրու ուղարկում են նարկոտինսպանսեր, որ ասում են, որ ինքը նարկոման է։ Էդի քնած է, սաղվայդի իրանին ասում են դաժե պառնոյը գնաց է թռել է տակը ջուր չի եղել, ինքը ոդն է ջարդել։ Հիմա դրա խոսքերը ես բան ասեմ կամ դա երկու խոսք խոսում է երրորդ դրումը ոստիկան միլիցիա, դա ու պրիտովել էլ խոսալու տոնը նա է։ Ահա այսպես է խոսում։ Չի դեպել թե ինչ տոն է, որտեղից է զովորը։ Դրա հայոց չեմ ուզում այդ տղայից խոսացի, այդ տղեն ծիծաղելի առարգա է կամ են մնացածներն էլ չեմ ուզում ասել, սպասեք, կեկա, всему свое время։ Հիմա դրանք ով են, որ ես դրանցից խոսեմ, ամոթել է։ Ես իրենց ռեյտինգն եմ բարձրացնում, հերու տարեք դրանից։ Ես սխալ եմ հիշում, որ դուք 2018-ին ԿՊ-ին ոնց որ թե աջակցում եք, չէ՞, 18-ին։ Ես հիմա ինչ եք լսի, կոշկոմիտ կդետ բառն է, մերզի սերժին, չէ։ Հիմա լսի ասեմ, հարցես տվել, ախր դու հարցես տալիս ու ինտեքս է պատասխանում ես, տվել ես թե դու պատասխանում։ Շտկում եմ, ասում եք կոշկոմիտ թե ասում եմ ուրեմն ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը եւ դրա համար Նիկոլ կլիներ, Պողոս Երվանդյան կլիներ, ով ուզում է լիներ, հասկացար, նա անցնելու էր, հասկանալի է, նա անցնելու էր, սա ոչ թե Փաշինյան Նիկոլը այդքան ձայներ ունի, այլ նախկինների ատելությունից ժողովուրդ ուզեցել է պրծնել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այդ բոլորը լավ գիտեն, իրանք էլ լավ գիտեն։ Հիմա դրանք վերել ինձ ասել դե գիտեք ինչ կա ԿՊ-ին պաշտպանեցիք, ես արեցիք, այն արեցիք, ես ընդհանրապես ԿՊ-ի վարկագիծը տեսնելով երբեք չեմ իրեն պաշտպանի ու չեմ էլ պաշտպանի եւ իրանք ուրախ են, որ ինձի պես տղեկը դառնան իրանք կառույցին ու մի խոսքով ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը։ Ուղղակի հիմա ոնց որ թե ձեր ատելի նախկինները ոնց միացան ձեզ, էլի որ դուք քաղաքապետ դառնաք։ Այդ ձեր ատելի նախկինները դուք այդպես ուզում եք, այդպեսի հանրարարական եք ստանում, որ ձեզ այդպես ասեն, որ ինձ կապեն նախկինների հետ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես նախկինների հետ կապ չունեմ, ուղղակի 4-ի մեջ հարկել եմ Ռոբերտ Քոչարյանին, ուղղակի, թե չէ ես ընդհանրապես նախկինների հետ կապ չունեմ, հետո մենք Երևանյան խաղերին, ես քաղաքական խաղերից շատ հեռու եմ ես
օբյեկտիվ, ուղիղ, ճիշտ խոսող անձնավորություն է։ Ինչ իմ սրտից կա, ես դա ասում եմ։ Տալիս եւ մի հարց է, դատանը ձեր նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ կիրառեց, ձեզ համար դա մեծ գումար է, թե հեշտությամբ կվճարեք այդ գումարը։ Աղջիկ ջան, ուրեմն ես ուշադիր լսի քեզ ասեմ։ Ես այնքան հարկանք ունեմ։ Հիմա որ աշխարհի որ երկիրը զանգեմ ու ասեմ ինձ $500,000 է պետք, $50,000 է պետք, 2 րոպեով կգա դա Ղուկասյանին լսի, Ղուկասյանին վերեն կդան։ Հետո ես փոքրուց աշխատել եմ, գիշեր ցերեկ մեր եղբայրներով ամբողջ քաղաքը գիտի։ Լսեք, Գյումրին այնպեսի մի քաղաք է, որ ամբիր մեկը մյուսին ճանաչում է։ 5 անգամ, 6 անգամ քաղաքապետ ընտրվի մեկը, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր։ Ու ընդհանրապես աշխարհում մի բան կա, եթե մեկը աշխատել է, դրանից հետո չի ընտրվում։ Դուք չեք տեսնում, որ նման օրինակ Հայաստանում եւ շատ երկրներում չկա։ Այսինքն դուք զգում եք, որ եթե ես ինչ-որ մի բան արած լինեի ձեր ներկայացրած ձևով, ուրեմն ես ընդհանրապես չէի ընտրվի։ Հիշեք, ընտրվելու եմ, ինչքան առաջադրեմ, այնքան անցնելու ենք։ Սա հիշեք։ Պարոն Ղուկասյան, դուք ասում եք, որ ձեր որդու Խփելը նկատմամբ դուք եք խփում, մենք չենք խփում։ Պարոն Ղուկասյան, հարցս ինչ եմ, էլի դուք միշտ հիմա ասում եք, որ ձեր որդու նկատմամբ ըստ էության քաղաքական հետապնդում եք։ Միանշանակ։ Հիմա Միանշանակ։ կթողեք հարցս ավարտել։ ասեք։ Մինչև այսօր ձեր որդին գաղտնիք չէ, եւս մի շարք քրեական պատմություններով է հայտնի, մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, բայց դա ինչպես Ասեմ ձեզ։ Ուրեմն արդեն 4-րդ անգամն է իմ որդու ստանում պահում են ու բաց են թողնում, որ փաստերը իրականությանը չի համապատասխանում։ Իմ որդիս կրակն ենք է իր հոր ձեռքը, որ ասենք իր հերը չի գնում պետության հետ, հասկացար, համագործակցության ու ներքին կարգով ստուկատ չի դառնում, այլ պաշտպանում է ժողովրդի հայրենիքի շահերը։ Դրա համար ոչ, միանշանակ այդպես եղել։ Ին բոլոր գործերը բացեք նայեք։ Բաց են թողել, ասել են, փաստերը չկա, անհիմն է եւ այսպես։ Եվ ես էլ նույնությամբ։ Դրանից առաջ 7 ամիս տարան պահեցին նորից նույնությամբ։ Դրանից հետո 1000-ից եւի բոլոր դուք ինչ բարձրաձայն ասեցիք, վերջում տակը մնացիք։ Մինչև 2018-ը մեղադրյալ չի եղել ձեր որդին։ Այո, հենց այդպես ասում եմ, հենց ինչ որ ասում եմ այդպես։ Հետո մյուսն ասեն, երբ որ տեսնում են քաղաքը խախանդ է, ուրեմն հadoop պետությունը կռիվ է գցում ջահելների մեջ, որբիսի դրանց մեջ քաղաքական իր գործունեությունը ծավալի։ Գյումրին այնքան խաղաղ ու հանգիստ է, մի հատ ով է դուրս եկել, մի հատ դուրս պրծուկում կա, նորից էլի ասել է Գյումրիում հանցագործություն, չգիտեմ ինչ բան է, սկում դες բաներ ասում, էլի պատվեր են ստացել։ Ուրեմն Նապոլեոնը վախենում էր ոչ թե 100,000, լսի աղջիկ ջան։ Նապոլեոնն ասում էր. Ես 2 լրագրողից ավելի շատ եմ վախենում, քան 100,000 բանակից։ Այսինքն ինչ ուզենաք կներկայացնեք, սպիտակը սև կներկայացնեք, սևն է սպիտակ կներկայացնեք, հիմի մենք ինչ ենք, ձեր ձերքը կրակն ենք։ Հիմա որ ցեզի դադի չենք տա, ես մեղավոր եմ ընդհանրապես, ես դադի տալ չեմ սիրում։ Հիմա այնքան բաներ կա, որ ներկայացնում եք, դրանից հետո պետք է դադի տան, որ ձեզանից բան անեմ։ Հիմա ես դա չեմ սիրում, դադի չեմ տալիս, դուք էլ պետք է չափ անցնի գիշեր ցերեկ Ղուկասյանի վրա շարով տակ։ Հարցս բայց այլ էր։ Դե ասեցի ոչ, սարկածեղի ամեն ինչ։ Նեսեք ու կզգա։ Այո։ Հարցեր ունեք։ Շնորհակալություն։ Հաջողություն։